շատ հարցեր կան։ Դրա համար այս պահին շատ լոկալ ու շատ հստակ խնդիր է պետք դնել ձեր առջև եւ իրականացնել դա։ Նախկինները դու իրենք ասեմ էլի, եկեք դուք եւ հասարակությունը նախկինները ասելով նկատի ունի անձերի, չէ, երևի թե 3 նախագահներին, առաջին, երկրորդ եւ երրորդ։ Ես ընդհանրապես չեմ անդրադառնա հարցումների արդյունքին, որովհետեւ վարկանիշները եւ հակավարկանիշները շատ բարձր են, իրոք ճիշտ եք, բայց ես Ական ճիշտ։ Նրանց հակավարկանիշը շատ բարձր է, իրականում ցածր չի էլի, եթե ցածր լիներ վարկանիշը դրական կլիներ։ Բայց խնդիրը հետեւյալն է, ու մենք համարում նախկին։ Տեսեք, հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանն նրա նախագահն է, բայց հանրապետական կուսակցությունը գործում է, չէ։ ՀՈՀԻԴ-ն, որը սատարում է հիմա եւ գտնվում է Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի մեջ, արդեն գրեթե 140-ամյակը բոլորող իր կուսակցություն է։ Դու չես կարող այդ կուսակցություններին հեռացնել։ Այստեղ իմ կարծիքը դաշտից եւ ենթադրենք հաշվի չառնել իրենց թեկուզ, չգիտեմ, 5, 6, 10, 12%-անոց այդ իրենց վարկանիշը։ Այսինքն ես կարծում եմ հախուռն մերժումը, դա իհարկե սարսափելի էր, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ այդ մերժումը գործեց եւ մինչեւ հիմա մարդկանց մեջ նստած է, պատահական չէ, որ 3 ես կարծում իրենք էլ են շատ հարցումներ անում, մեր ձևովը խոսեց այն մասին, ինչպես Միասնության թևերի Արման Թաթոյանը, այդպես առաջնորդ, որ իրենց դեմքերով առաջին 3 նախագահները չպետք է նորից մտնեն քաղաքականություն, ճիշտն ասած 21 թվականին բոլոր հարցազրույցները կան, ես ամեն տեղ ասել եմ, որ նույն գետը 2 անգամ չեն մտնում։ Որքան էլ դու որոշես, որ դու կրող ես, չգիտեմ, հաղթող ես, հզոր ես, գիտեք, Ռոբերտ Քոչարյանը միշտ փորձում է ներկայանալ այդպես ինչ-որ առնական կերպարով, բրուտալ էլի քաղաքականության մեջ, բայց փորձը ցույց է տալիս, որ մի անգամ այդպես բրուտալ որ մտար եւ ստացվեց այն արդյունքը, որը հիմա կա խորհրդանում, մենք տեսնում ենք, որ մեր խորհրդանական ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալված են, որովհետեւ իրենք փոքրամասնություն են։ Եվ հանրությունը ինչու չունի այդ վստահությունը, որովհետեւ ասում է իրենք չեն կարողանում։ Դա իհարկե օբյեկտիվ է, ձայները չի բավականացնում եւ այլն, խնդիրը կա։ Այսինքն մենք այս հարցումները եւս ցույց են տալիս, որ այդ առաջնորդների, այսինքն, չգիտեմ, դա երկրի նոր ղեկավարն է, վարչապետի թեկնածուն է, ինչն է, դրանք իսկապես պետք է փոխվեն։ Բայց քաղաքական ուժերը նաև մի ճիշտ միտք կա, չէ, որ այդ գետը անցնելիս ձիերին չեն փոխում, էլի։ Ձիերին չեն փոխում, բայց կառապաններին փոխում են։ Կառապանները կարող են ուրիշ լինել, իսկ քաղաքական ուժը, որը գիտեք, հանրապետական կուսակցությունը շատ վաղուց գոյություն ունի, ինքը գործում է, որոշակի ավանդների կրող է, նույնը դաշնակցությանն է վերաբերում եւ ընդհանրապես ամենայն հարգանքով բոլորի եւ նախորդ նախագահների հանդեպ ես բոլորի հետ աշխատել եմ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից եւ վերջացրած, բայց խնդիրն այն է, որ այո, կուսակցություններից հրաժարվել կամ ինչ որ նրանց ասել, որ դուք մի մտեք քաղաքական պայքարի մեջ, դա ոչ միայն լուրջ է, հակաքաղաքական է եւ հակահասարակագիտական է, բայց առաջնորդները այդ մարդիկ պետք է ունենան այնքան քաղաքական խիզախությունն ու երրորդ նախագահը կարծես զգուշորեն ցուցաբերում է, որ ինքը չի ուզում վերադառնալ իշխանություն, այո, քանիցս հայտարարել է, երկրորդ նախագահը չի հայտարարում, առաջին նախագահը դե գիտեք արդեն շատ պատկառելի տարիքի մարդ է, ինքը եւս կարծես չունի հավակնություններ առաջնորդ լինելու, բայց կառույց ունի։ Ես դրա համար եմ ասում, եկեք ես կարծում կառույցներին անտեսել չենք կարող, բայց առաջի դեմքերի խնդիր կա։